Հունվարի 18-ից 25-ին տարբեր երկրներում անցկացվող քրիստոնյաների միության համար ամենամյա աղոթքի շաբաթվա ուշադրության կենտրոնում էր հայ եկեղեցու ավանդությունը։ Հայ առաքելական եկեղեցուն վստահված էր կարևոր դեր միջեկեղեցական գործընթացում։ Աղոթքի շաբաթվա ձեռնարկում ընդգրկված էին հայ առաքելական եկեղեցու արևագալի ժամերկության օրհներգերը, որոնք հնչեցին միջոցառմանը միացած բոլոր աղոթատեղիներում։ Հանձնախումբը ընտրել էր հայ եկեղեցու աղոթքները իբրև հարգանքի նշան աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի հանդեպ։ Եկեղեցական միջազգային հանձնախմբի անդամները ծրագիրը մշակել են հայ հոգևորականների հետ համատեղ։ Աշխատանքի ընթացքում հյուրընկալվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Ամեն տարի հունվարի վերջին ամբողջ աշխարհում քրիստոնյաները համատեղ աղոթում են եկեղեցիներում եւ տաճարներում, հետևելով Պողոս առաքյալի կոչին, որը Եփեսացիներին ուղղված թղթում գրել է բոլոր քրիստոնյաների մեկ մարմին եւ մեկ հոգի լինելու մասին։ Վատիկանում եզրափակիչ արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Պողոսի տաճարում, որտեղ համատեղ աղոթքին միացել են քրիստոնեական համայնքի բազմաթիվ հոգևորականներ։ Նրանց հետ աղոթք են հնչեցրել նաև հավատացյալները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ներկա են եղել Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցիչ խաժակ arczepiskopos Պարսամյանը, Իրաքի հայոց թեմի առաջնորդ օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը, Հռոմի հայ համայնքի հոգևոր հովիվ հայր Աթանաս Սարգսյանը, ինչպես նաև Շվեյցարիայից ժամանած եւ այնտեղ ուսանող Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբաններ հայր Մաղաքյա Տեր-Մկրտչյանը եւ հայր Մաշտոց Մխիթարյանը։ Արարողության ընթացքում Լևոն 14-րդ սրբազան քահանայապետը հատուկ անդրադարձ է կատարել հայ եկեղեցու ավանդին, հիշեցնելով, որ այս տարվա աղոթքները վերցվել են հայ առաքելական եկեղեցու ժամերկությունից, Պապը նշել է, որ դրանք վկայությունն են այն քաջ քրիստոնեական հավատքի, որը հայ ժողովուրդը դրսևորել է իր պատմության ընթացքում։ Սրբազան քահանայապետը շեշտել է, որ Հայաստանը որպես առաջին քրիստոնյա ազգ շատ վաղ է ընդունել ավետարանը, փրկության խոսքի անվախ քարոզիչների շնորհիվ, եւ այդ երկրից հավատքը տարածվել է արևելք եւ արևմուտք, դառնալով միասնության եւ խաղաղության սերմ։ Միջոցառման հիմնական նպատակն է ցույց տալ համաշխարհային քրիստոնեական ընտանիքի միասնությունը։ Քրիստոնեական եկեղեցիները բազմազան են, սակայն միասնական Քրիստոսով։ Եկեղեցու շաբաթվա ընթացքում առանձնահատուկ նշանակություն ունի կաթոլիկ եկեղեցու Հռոմի թեմի էկումենիզմի եւ միջկրոնական երկխոսության գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվող ավանդական աղոթք հսկումը, որը տեղի է ունեցել հունվարի 22-ին Սուրբ Լուչիա Ծխական եկեղեցում։ Արարողությանը մասնակցել են Հռոմի կաթոլիկ եւ քրիստոնյա այլ եկեղեցիների հոգևորականներ ու հավատացյալներ։ Քարոզել է խաժակ arczepiskopos Պարսամյանը, վերահաստատելով հայ եկեղեցու պատմական դերը որպես կամուրջ արևելքի եւ արևմուտքի միջև։ Քարոզում Սրբազանը ընդգծել է. քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության, ողորմության եւ հույսի վկաներ խառնաշփոթով եւ վախով լի այս աշխարհում։ Տերունական աղոթքից առաջ խաժակ Սրբազանը հնչեցրել է մասնավոր աղոթք հանուն Հայաստանի եւ Արցախի ժողովրդի։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։